Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Չէ, Գեղամ Մանուկյան համեցեքներով։ Պարոն Եղան, նախ յետխորհրդային երկրներից տեղյակ եք, որ երկրներ ունեն նմանատիպ համաձայնագրեր Եվրամիության հետ, եւ երկրորդ ճգնաժամային նման գործողությունների համար, երբ որ ասում եք այստեղից ուժեր են գնալու, ընդհանրապես պատկերացում կա, թե ինչի մասին է խոսքը, արտակարգ իրավիճակների հրկարար ծառայության ստորաբաժանում, զինված ուժերի ստորաբաժանումներ, խաղապահ բրիգադից, օրինակ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղապահ առաքելության դեպքում գործում է խաղապահ բրիգադը, որը հատուկ կարգավիճակ ունի։ Նախատեսվում է արդյոք ինչ-որ ստորաբաժանումների առանձնացում նման խնդիրների իրականացման համար։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, երկրորդ հարցի վերաբերյալ դա արդեն ամեն պետության որոշելիքն է, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության, դա գործադիր մարմինը արդեն կորոշի եւ իրենք ավելի լավ, այսինքն նախարարությունները, եթե տվյալ դեպքում լիազոր մարմինը ներքին գործերի նախարարությունը, իրենք կորոշեն, թե ինչ ձևաչափով մասնակցել առանձին ստորաբաժանման, թե արկա ստորաբաժանումներից որևիցե մեկից, ինչ վերաբերում է տեսակներին, համաձայնագրում հստակ ասվում է, որ համաձայնագիրը վերաբերում է այն գործողություններին, որոնք կարող են ներառել Եվրոպական միության մասին համաձայնագրի 42.1 եւ 43.1 հոդվածներով սահմանված խնդիրները, այն է 42.1-ը ժամանակ չեմ ունենա, մի քանի բառով 43.1-ը ասեմ, զինաթափման գործողությունների ձեզ հետաքրքրող մաս էլի, մի անգամից անցնեմ ռազմական, մարդասիրական, փրկարարական, ռազմական խորհրդատվության, հակամարտության կանխարգելման, խաղաղապահ գործողությունների, ճգնաժամերի կառավարման շրջանակում մարտական ուժերի առաջադրանքներ եւ այլն։ Ահա այս է Եվրոպական միության մասին համաձայնագրով այն գործողությունների շրջանակը, որի շրջանակում կարող են տեղի ունենալ ռազմական առաքելություններ, մնացածը արդեն որոշվում է տվյալ յուրաքանչյուր դեպքում առանձին որոշմամբ։ Արձագանք։ Պարոն Եղարյան, չեմ հարցնում, որտեղ պարբերաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչում է մի արտահայտություն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից դուրս որևէ գործողություն չեն իրականացնելու։ Հիմա ձեր հիշատակած այդ հոդվածի մեջ կա զինաթափում եւ նաեւ հակամարտություն, որը նշանակում է նաեւ չի բացառում ռազմական գործողություններ։ Այդ դեպքում ո՞րոնց է տեղավորում այդ տրամաբանության մեջ մեր զինված ուժերը Հայաստանի սահմաններից դուրս որևէ բան չեն իրականացնելու եւ տվյալ դեպքում զինված ուժերի X ստորաբաժանումը մասնակցի որևէ զինված հակամարտության կանխարգելման կամ ուղղակի ներքաշվի զինված հակամարտության մեջ։ Շատ հանգիստ, պարոն Մանուկյան, խոսքը ամեն խոսք ունենում է կոնտեքստ, ասված վերաբերելի մի որոշակի երևույթի, հա, եթե դուք կոնտեքստից խոսքերը միշտ կտրեք, այլ կոնտեքստի վերադնեք, դա չի աշխատի։ Ինձ թվում է հասկանալի է, թե վարչապետը ինչի մասին է խոսել, բնականաբար վարչապետը չէր կարող նկատի ունենալ, որ օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով հաստատված, այսինքն միջազգային լեգիտիմություն ունեցող որևէ առաքելության ՄԱԿ-ի անդամ պետությունը չի կարող մասնակցություն ունենալ։ Ինչի չեն կարող մասնակցություն ունենալ, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը կա, ինչ խնդիր կա այդտեղ, եւ սա առաջին անգամ չի։ Մեր խաղաղապահները, ես հիշում եմ, Իրաքում էին մասնակցում, կարծեմ ՆԱՏՕ-ի առաքելություններ, եթե չեմ սխալվում, հիմա էլ կան, չէ՞։ Ուրեմն Իրաքում, Կոսովոյում, երբ Աֆղանստանում էլ էին մասնակցում եւ բնականաբար հասկանալի է եւ բնականաբար վարչապետի ասածը չէր կարող վերաբերելի լինել օրինակ առաքելությանը Կոսովոյում կամ Իրաքում կամ Աֆղանստանում հասկանալի է որ մեր տարածաշրջանի մեր հարևանների հետ հարաբերությունների կոնտեքստում է դա ասել հիմա դա կտրենք Եղոյան Մարզա